Այժմ մենք անցնում ենք մարմնի ձևավորման վերջին հատվածին, և դա կանենք օգտագործելով այն, ինչը կոչվում է պակասեցման հատ, որը կրճատ անվանում ենք P-A-K, պակ։ Ես քայլ առ քայլ կբացատրեմ ինչպես անել այս հատը, քանի որ դա նոր հատ է ձեզ համար, և ես ամեն ինչ կպատրաստեմ, որպեսզի դուք պատրաստ լինեք այն անելուն։ Այսպիսով, 18-րդ շարքում մեր գծապատկերում ասվում է պատրաստել 4 անթել սյուն, ապա անել պակասեցման հատ, և այս հաջորդականությունը կրկնել 6 անգամ, ինչի արդյունքում ընդհանուր կունենանք 30 հատ։ Նորից հիշեցնեմ, ինչպես տեսնում եք, այս հատի համար օգտագործում ենք պակասեցում, պակ, որը նշանակում է պակասեցման հատ։ Սկսենք նախ պատրաստել գծապատկերի մեջ նշված 4 անթել սյունը, ապա վերադառնանք սովորելու մեր պակասեցման հատը։ Ահա, դուք արդեն պատրաստել եք 4 անթել սյունով հատ, հետևաբար այս պահի դրությամբ պետք է ունենաք 4 հորիզոնական V։ Այժմ ժամանակն է անցնելու պակասեցման հատին, որպեսզի անենք անտեսանելի պակասեցման հատ, մենք պետք է մեր հելունը անցկացնենք հաջորդ երկու հատերի առջևի պատի միջով։ Իսկ ինչ են առջևի պատերը։ Մինչ այս մենք խոսում էինք հորիզոնական V-աձև կառուցվածք ունեցող մասնիկի մասին։ Այդ V-ն կազմված էր երկու պատից։ Մեր կողմում գտնվող պատը կոչվում է առջևի պատ, այսպիսով հելունը ոչ թե պետք է անցկացնենք առջևի V-ի միջով, այլ միայն հաջորդ առկա V-ի առջևի պատի միջով։ Բայց այստեղ չենք կանգնում։ Հելունը պետք է հետևել V-ի առջևի օղակի միջով, անցկացնել։ Այժմ հելունի վրա պետք է տեսնեք 3 թել, այսինքն երկու պատերի դիմացի հատվածներից։ Քաշում ենք մեր աշխատող թելը։ Այսպիսով, դուք պետք է ունենաք ձեր հելունի վրա 2 թել և քաշեք աշխատող թելը անցկացնելով այդ 2 թելի տակով։ Ահա և վերջ, դուք հաջողությամբ ավարտեցիք անտեսանելի նվազման հատը կամ պակասեցման հատը։ Այժմ կարևոր է իմանալ, թե որտեղ պետք է հելունը անցկացնել այս պակասեցման հատից հետո։ Քանի որ մենք գործել ենք առջևի օղակների միջով, նայեք ձեր աշխատանքի հետևի հատվածին և այդ հորիզոնական գծերի շարքում կտեսնեք հատ, որի առջևի օղակը կարծես ձգված է մեկ այլ հատի կողմից։ Սրանով է նշված այդ հատվածը, որտեղ կատարել ենք պակասեցման հատ։ Հետևաբար հաջորդ քայլի համար դուք պետք է հելունը անցկացնեք հաջորդ ազատ հորիզոնական V-ի միջով, որը դեռ չի օգտագործվել, և այդպես կշարունակեք նորից սովորական անթել սյունի հատեր գործել, որպեսզի շարունակեք ձևավորել ձեր աշխատանքը։ Եվ հիմա մենք գիտենք, նախ պետք է 4 անթել սյունով հատ, այնուհետև 1 պակասեցման հատ։ Եվ որ պետք է կրկնել այս հաջորդականությունը ամբողջ շարքի ընթացքում։ Ավելանալուց հետո կտեսնեք, որ ձեր գործվածքը վերևում նեղացել է։